Եթե սատարում եք քաղաքացիական պայմանագրին, ապա ինչու եք այսօր այստեղ։ Ինձ շատ հետաքրքիր է իշխող կուսակցության գաղափարները, ուզում եմ ուղղակի ծանոթանամ, հա, ինչ են առաջարկելու, շատ հետաքրքիր է։ Ու ինչ եմ ուզում նշեմ, ինձ դուր է գալիս մեր վարած արտաքին քաղաքականությունը, որովհետև դա բխում է մեր Հայաստանի Հանրապետության պետական շահերից եւ ես դրան այո սատարում եմ։ Մենք ավելի պետք է խորացնենք մեր երկխոսությունը եւ հարաբերությունները արևմուտքի հետ, մաքսիմալ փորձելով կտրվել այն չարաբաստիկ կոալիցիաներից, որոնք սպառնում են մեր պետականության ու անկախությանը։ Որ կոալիցիաների մասին է խոսքը, օրինակ նույն հիմա ուժեր կան, որ ասում են Ասեմ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ռուսական ազդեցությունը բնականաբար, որոնք մենք տեսնում ենք փաստացիորեն իրենց լրատվամիջոցներով պարբերաբար սանձարձակ պահվածք են նախ ցուցաբերում, երկրորդն էլ դժվար է ինչ-որ կոռեկտ բառ գտնել իրենց պահվածքին։ Իրանք ուղղակի թշնամաբար են տրամադրված, դժվար է, մարդիկ կան, փորձագետներ կան, որ ասում են իբրև խանդով են վերաբերվում մեր արտաքին քաղաքականությանը, բայց դա բոլորովին խանդ չէ, դա պարզապես շատ ագրեսիվ, իրենց բնորոշ պահվածք է եւ նրանք չեն ուզում մեզ տեսնել անկախ, զարգացած, իրանք այս տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքը դիտարկում են որպես ժամանակավոր կորցրված տարածք ընդհանրապես։ Այսինքն ես դրա համար եմ կարևորում համագործակցել այն աշխարհաքաղաքական ուժերի հետ, որոնց հետ մեզ լավ ապագա է սպասվում ու կա պրիորիտետներ, կան շատ հետաքրքիր ծրագրեր, որը կարող ենք մեր հայրենիքի համար զարգացնել, կան տարբեր տնտեսական նախագծեր, գիտեք, TRIP ծրագիրն է, ատոմային էներգետիկա, արհեստական բանականություն, մենք այս 30 տարիների, ինչու 30 տարիների, վերջին 200 տարիների ընթացքում նմանատիպ զարգացում չենք ստացել Ռուսաստանի Դաշնության կողմից, փաստացիորեն մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը, մեր ժողովրդին, այսինքն ռեպրեսիաների մասին էլ շատ լավ գիտեք, մենք Ռուսաստանի հետ մենակ գնալով դարձել ենք էլ ավելի sense tool։ Իսկ սպառնալիքները վերջին օրերին, որ գազը կթանկացնեն, լարսը կփակեն եւ նաեւ Սամվել Կարապետյանը իր խոստումներով հանդերձ, որ եթե ինքը գա Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ չենք ունենա։ Նայեք, ստեղ խնդիրը ինչու՞մ է կայանում, Ռուսաստանը հիմա կարող է ընդամենը մեր վրա ազդել հիբրիդային ճանապարհով։ Իրանք հիմա քանի որ ընտրություններ են, փորձելու են մաքսիմալ օգտագործեն այն գործիքակազմը, որը ունեն այս պահին։ Նմանատիպ հայտարարություններն են։ Ու որոշակի ուժեր կան այո Հայաստանի Հանրապետությունը, որոնք բնականաբար ուղղորդված են տարբեր հաղորդումներ կան դրա մասին, վստահ եմ մեր ժողովուրդը դրա մասին քաջատեղյակ է։ Ես շատ այսպես ասեմ, շատ վատ եմ նայում նմանատիպ ազդեցությանը ու դա արդեն ոչ թե վերաբերվում է իշխանություններին կամ ինչ-ինչ քաղաքական գործիչներին, դա վերաբերվում է մեր պետությանը, մեր անկախությանը։ Դա ակնհայտորեն վտանգ է մեզ համար, մեր անկախության համար։ Ու դա արդեն էլի եմ ասում, քաղաքական գործիչների հարց չէ արդեն, այլ մեր պետության հարց է, որը պետքա մեր ժողովրդի կողմից ստանա արժանի պատասխան։ Նախկինները Սամվել Կարապետյանը, որոնք հենց Ռուսաստանի հետ են տեսնում Հայաստանի զարգացումը, բարգավաճումը եւ ասում են, որ հակառակը, եթե իշխող ուժը գա Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ ենք ունենալու։ Սա ինչի մասին։ Մենք արդեն տնտեսական պատերազմի մեջ ենք, եթե որոշ մարդիկ չեն նկատել, չեն զգացել, ասեմ, պատերազմական տրամադրություններ են տիրում, բացի այդ ՀԱՊԿ-ը ու ձեր նշված ուժերը, իրանք օֆիցիալ հայտարարություն են տարածել, որ մենք չգիտենք ձեր սահմանը որ մասով է գնում, հասկանում եք, սա աբսուրդ է ուղղակի, էլ ինչ պետքա այդ ուժը անի, այդ պետությունը անի, որ մենք հասկանանք, այդտեղ մեզ լավ բան չի սպասում, էլ ինչ պետքա անի։
բոլոր երաշխիքները որ տրված էր իր խաղապահները հետո որ ասեցին դրանք խաղապահներ չեն դրանք դիտորդ են խոսքը Արցախի մասին է հա որ հիմա էլ բերել են ուզում են զորով խցկեն օրակարգի մեջ այդ հարցը եւ շահարկեն ասենք այնպես չի որ իրանք տենց Արցախով տարապել են մենք տեսել ենք Արցախի իրանք ոնց են ղեկավարում հասկանում եք ու հիմնվելով այդ վերը նշալ նյուանսների վրա մենք կարող ենք չէ եզրակացնել դե եթե տվյալ մարդիկ չեն ներդրումներ արել ծրագրեր արել Արցախում որպեսզի Արցախը զարգանա կարանք չէ արդեն դրանից եզրակա եթե դե զարգացնում եք զարգացնեք տեսնենք մենք մեր աշխով հասկանանք ու նույնն էլ ձեր ասած երաշխիքների հետ կապված հա ինչ որ պետությունների էլ եմ ասում խաղապահները կային որպես իրանք էլ էին ասում սկզբից խաղապահ են հետո ասում են որ չէ խաղապահներ չեն դիտորդներ են իսկ այն ամեն ինչ վերաբերվում է իշխող խմբակցության հետ կապված հա մենք հիշում ենք Սիրիա զորք ուղարկեցին Ղազախստան զորք ուղարկեցին խորացրեցին տնտեսական հարաբերությունները լիքը 18-ից մինչև 20 թիվ 21 ընկած թիվ բազմաթիվ միջպետական փաստաթղթեր են ստորագրվել այդ ամեն ինչը բաց է ասենք գիտեք ոնց է ես կուզենայի որ մեր քաղաքական դաշտում արդեն վերջապես լինի գիտեք ինչ տեսակի առողջ եւ լագիշնի խոսակ տրամաբանական խոսակցություն լինի այդ ամեն ինչին մենք անընդհատ ակնհայտ բաներին անընդհատ վերադառնում ենք անընդհատ ասում ենք մենք հոգնել ենք դրանից արդեն ակնհայտ անես ոնց որ օրինակ այս չգիտեմ ծառը կանաչ է ձեր միկրոֆոնը կապույտ է այդ աքսիոմա է այդ ինչ որ ես ասում եմ մենակ ես չեմ ասում բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ կան շատ հարգված որ դրա մասին նշում են դաժե եթե լավ վերլուծաբանը չես տեսնում դու ոնց ես 200 տարի այդ պետության հետ ինչ փոխհարաբերությունների մեջ ես եղել ու չես կարա դրանից եզրակացություն կազմես ոնց պատմական էքսկուրս անենք բանը 20-րդ դարի սկզբի առումով հա որ խայտարակ ռեպրեսիաների են ենթարկել հայ ազգին որ օգնել են նույն Թուրքիային որպեսզի ինքը վերականգնվի Լենին Աթաթուրք պայմանագիրը գիտեք որ մենք մտանք ԽՍՀՄ սահմաններ Արցախը ու Նախիջևանը կտրեցին որ մեկը ասենք լավ որ մեկը ասենք կարա պրոստը մարդ հիշի ինքը ոնց է այդ համակարգի մեջ ապրել իր ժողովրդի հետ ոնց են վարվում արդեն անի տրամաբանական եզրակացություն